Շնորհակալություն այցելության համար, շնորհակալություն նաև ինձ հետ հանդիպելու այս հնարավորության համար։ Ձեր ներկայացված երկրների հետ մեր հարաբերությունները բավականին ինտենսիվ են զարգանում եւ իհարկե շատ կարեւոր է, որպեսզի հատկապես ձեր նման մարդիկ, ես նկատում եմ մարդիկ, ովքեր մասնակցում են եւ պատասխանատու են իրենց երկրների քաղաքական օրակարգի ձևավորման համար, այս այցելությունը կարևորում եմ նրանով, որ դուք հնարավորություն ունեք գործնականում ծանոթանալու Հայաստանի վիճակին, ինչպես նաև քննարկել ձեզ ամենահետաքրքրող հարցերը։ Դուք ունեք տարածաշրջանային համագործակցության այդպես արդեն փորձ կայացած, որը շատ օգտակար է հենց ձեր տարածաշրջանում, ես նկատում եմ Հյուսիսային Եվրոպա եւ Բալթյան երկրներ, ընդհանուր ծրագրեր, գաղափարներ իրականացնել, այդ առումով մենք էլ Հարավային Կովկասում դրա կարիք ունենք եւ մենք սպասելիքներ ունենք, որ իրականում մենք Հարավային Կովկասում էլ ի վերջո կարող ենք խաղաղություն հաստատել եւ այդ պայմաններում Հարավային Կովկասի անդամ երկրների համագործակցությունը դրիվ այլ շրջանակներ կընդգրկեն եւ այլ բնույթ կունենան։ Այս առումով էլ շատ կարեւոր է։ Երրորդը իհարկե կարեւոր է մեզ համար հատկապես ձեր նման տարածաշրջանի երկրների հետ շփումներ հենց ժողովրդավարական ինստիտուտների կայացման առումով, որտեղ դուք խիստ կայացած ժողովրդավարական երկրներ եք ներկայացնում, որտեղ ժողովրդավարության սկզբունքները, մարդու իրավունքները, ազատությունը ապրելու սովորական նորմ են դարձել, մարդկանց մտածողության մեջ են դրանք արմատավորված եւ այս առումով մեզ համար շատ կարեւոր է նաեւ ձեզնից լսել եւ գնահատել եւ հասկանալ մեր անելիքները, հատկապես շատ կարեւորում եմ Մերձբալթյան երկրների փորձը, որովհետեւ ի վերջո մենք որոշ ժամանակաշրջան միասին եղել ենք Խորհրդային Միության անդամ եւ դուք կարողացել եք 91 թվականից հետո շատ կարճ ժամանակում իսկապես դրսևորվել եւ հանդես գալ որպես լիարժեք կայացած ժողովրդավարական երկրներ, որոնք իրենց արդեն ազդեցություն ունեն նաեւ Եվրոպական Միությունում եւ ինչու՞ չէ նաեւ աշխարհում։ Մենք հիմա վերաիմաստավորում ենք մեր անցած ճանապարհը, որ սկսել ենք 90-ականներից եւ դեռևս շարունակում ենք, այդ անցումային շրջան է մեզ դրա համար առումով ասում։ Մեզ խնդրում եմ ընդունեք որպես ձեզնից մեկը այն արժեքների կրողը, որ դուք եք կրում, որի անունը ընդհանուր առմամբ ժողովրդավարություն է։ Ես պիտի խնդրեմ ընդունեք ձեզնից մեկը, ով պատրաստ է ձեր հետ միասին այսօրվա դժվարին այս ժամանակաշրջանում, երբ որ ժողովրդավարության հետ կապված որոշակի խնդիրներ, դժվարություններ են աշխարհում, որ պատրաստ է ձեր հետ պայքարել այդ արժեքների ամրապնդման եւ այդ արժեքները պաշտպանելու այդ աշխատանքում եւ ի վերջո մեզ ընդունեք ձեզնից մեկը ընդհանուր առմամբ այն գաղափարների իրականացման գործում, որին բոլորս ենք ապավինում, նորից կրկնվեմ, մարդու իրավունքներ, ազատություն, իրավունքի գերակայություն։ Ես մեկ անգամ եւս ընդգծում եմ, որ այս հանդիպումը կարեւոր է նաեւ այն առումով, որովհետեւ դուք այն մարդիկ եք, ովքեր ներկա եք գտնվում, ովքեր ձեր երկրների քաղաքականության ձևավորման մեջ մեծ ազդեցություն ունեք։ Եվ այս առումով ինձ համար հետաքրքիր է նաեւ լսել ձեզ, պատրաստ եմ պատասխանել նաեւ ձեզ հետաքրքրող հարցերին եւ իհարկե ակնկալել, որ հայաստանյան այս հանդիպումները մեր հարաբերությունների հետագա զարգացման վրա դրական առումով էական ազդեցություն կունենաք եւ դուք նաեւ հնարավորություն կունենաք մեկ անգամ եւս շեշտեմ գնահատելու թե ինչքանով է այսօրվա Հայաստանի Հանրապետությունը պատրաստ այն խնդիրների լուծմանը կամ այն պայմանավորվածությունների կատարմանը, որ մենք հիմա ունենք ձեր երկրների հետ առանձին եւ Եվրոմիության հետ ամբողջական, որովհետեւ մենք առաջիկայում շատ մեծ ծավալի աշխատանք ունենք, առաջին հերթին գործընկերության նոր մի համաձայնագրի աշխատանք ունենք միասին կատարելու եւ մենք էլ որպես պետություն առաջիկայից 1 տարվա ընթացքում այսպես կարևորագույն իրադարձությունների տեղ ենք լինելու, առաջին հերթին ես նկատում եմ եկող տարի տեղի ունենալու ընտրություններ պարլամենտական, որը էականորեն կարող է ազդել երկրի զարգացման վրա, հաշվի առնելով ժողովրդավարությունը ի վերջո մեր քաղաքացիները պետք է ընտրեն, որ քաղաքական ուժն է առաջնորդելու սպասվելիք 5 տարին 26-31 թվականներին։ Մենք եկող տարի COP17-ի անցկացման պատասխանատու երկիր ենք եւ շնորհակալ եմ բոլոր ձեր երկրի ներկայացուցիչներին, ովքեր աջակցեցին մեզ անցյալ տարի
Կոլումբիայում Հայաստանին այդ հնարավորություն տալու համար սա է շատ պատասխանում միջոցառում է եւ առավելևս դուք այն երկրներ եք, որոնք առանձնահատուկ ուշադրություն եք դարձնում եւ կլիմայի եւ կենսաբազմազանությանը եւ նաեւ լրջագույն ներդրումներ եք կատարում, այդ թվում նաեւ ֆինանսական, որպեսզի մենք բոլորս միասին կարողանանք հաջողություն արձանագրել եւ հույս ունեմ, որ նաեւ ձեր երկրի կառավարիչները, ղեկավարները պատասխանատու մարդիկ կմասնակցեն։ Եկող տարի մենք Գառնանը հրավիրելու ենք Եվրոպական քաղաքական համայնքի հերթական միջոցառումն է, սա էլ առաջի դեպքն է, երբ որ մենք հնարավորություն կունենանք նման ներկայանալի եւ կարեւոր միջոցառում անցկացնել մեր երկրում, սա էլ կարևոր իրադարձություն է լինելու եւ իհարկե Երևանյան երկխոսությունը նաեւ այդ շրջանակներում կամ դրանից առաջ կամ դրանից անմիջապես հետո մենք այդ Երևանյան երկխոսության համար էլ շնորհակալություն եմ հայտնում մասնակիցներին, ես տեսնում եմ այստեղ մարդիկ կան, ովքեր մասնակցել են եւ շնորհակալություն, այսքանը ես ավարտեմ եւ լսեմ ձեզ կամ ձեր հարցերին։